այս դարպասները բացեն, իրանց երեխաների հետ մտնեն դուրս գան, քանի որ մուտքերը բոլորը չիպերով է, նույն այդ չիպի վրա գրանցված են մուտքի դռները, այսինքն մայրը երեխային բերում է, թողում է բակում 2 ժամով, ինքը գնում է խանութ, առևտուր անում, գալիս է, ապահով լինելով, որ երեխան բակից դուրս չգա, տարածքից դուրս չգա, մեքենայի տակ չի գնի, վտարի չի ենթարկվի։ Այսքան ամենից հետո մեծ տերորի են ենթարկում։ Ուղղակի այդ Լևոն Հովհաննիսյանի ցանկությունն ասես տերորի են ենթարկում մեզ։ Սա կոնկրետին ձեռն է էսի։ Էսի տղերքի կողմից գտած այդ նարկոտիկն է, էլի։ Այս այգուց է։ Հենց այս հայաթից ու սենց լիքը դեպքեր կա։ Երևի մի 7-8 հատ վիդեո են արել, հələ կեսն էլ չեն արել։ Ոչ ոք ռեակցիա չի Երբ է։ 7 տարի առաջ։ Մինչև այս զաբորները հավաքելը։ Մինչև մենք մեր ուժերով բակը փակեցինք, Սա խնդիրը ինչ դռները է։ տեղադրեցինք, Այս շենքավորները այս բակը նորից փակել էին։ Հետո նորոգման ժամանակ նույն ձևի իրանք պահպանեցին։ Ու դրա համար ծախսել են 180 միլիոն դրամ։ Ես եմ դիսը։ Չգիտեմ, մեր ամբողջ հույսը ձեր վրա է։ Որպեսզի կարողանաք լուսաբանել այս ամեն ինչը, այս 150 բնակիչները մեղք են։ Սա ինչ է։ բլան կրիստալ ինչ եք ուզում։ Ինչ ասեք կա։ Ինչ ասեք, թել են տղերքը, հանակը դեն։ Նարեկ ջան, դու ես լավ կլուսաբանես ճիշտ։ Ոչ մի բան չեն տանում, թող երեխեք իրենց խաղալիքները, գնդակները, հեծանիվները, ամեն ինչը ստեղ է, ոչ մեկ չի մտնում ստեղ։ Բարի ծառայություն տվեք։ Ստեսություն ձեզ, հաջողություն։ Սա տան սաղ Պաստորեն մի մարդ չէ, ես դրա Դե արդեն մի մարդ կարացավ այսքան մարդու ներվերը խառնեն իրար։ Մի մարդ։ ով է այդ մարդը։ Բենը ասեցին ով է, ինչ է։ Հովհաննիսյան փոխքաղաքապետ Արմեն Գալջյան քարտուղար։ Արմեն Գալջյանն էլ է, հա, ներգրաված։ Լևոն Հովհաննիսյանից հետո իրան ուղարկել են նկարելա, որ փագադուրը։ Նորել է դռան համար։ Ես եմ տեսել։ Ավինյանն էր ինչ որ։ Բայց դուք օրինակ հենց Հովհաննիսյանի, Գալջյանի հետ խոսել եք, այս տեսանյութերը Իրանք տվել նույնիսկ Հովհաննիսյանին։ Չէ, այս վիդեոները իրանք տեսել են, ինչ են ասում։ Իրանց դա բացարձակ չի հետաքրքրում, իրանց ամբիցիաներն է հետաքրքրում։ Ցած է ինտերնետում ցած է վիդեո։ Ես եմ առաջարկում։ Կրիստալն է։ Մի րոպե Մարիջը։
Բայմալավ ոնց եք պատկերացնում ես ձեր բակի այս հանրային հանգստությունը ինչպես եք ապահովելու դուք բնավ։ Հերթապահությամբ բակի տղաների, որ ինչ որ մեկն էլ մի օր պատահական մեկից դանակահարի, ոնց որ ամեն շաբաթ 2-3 հոգու սպանում են։